խոսենք այն մասին, որ Աղաբյանի սկզբից ինչպես իրենք ձևակերպեցին, չկար տրամադրություն քաղաքի որը կազմակերպվում, ինչպես եկավ այդ տրամադրությունը եւ ինչու պարտավորությունը վերաբերվեց հենց մեր ձևով։ Շատ փոքրիկ ուղու, ոչ թե մեր ձևով շարժումը, այլ ֆինանսավորական մասը, հատաշի բարեգործական հիմնադրամն եղել, որովհետեւ հիմա վստահ եմ այդ նույն նախադասության համարել հավելյալ այսպես ասած խոսույթներ կամ Facebook-յան ստատուսներ լինելու են քաղաքում տեղի ունեցող բոլոր խնդիրները նաև քաղաքապետարանում ավականունից վստահ եմ ինձանից շատ լավ մեր ժողովուրդը տեսել է հասկացել է ինչ է կատարվել դրա համար եկանք նրան որ պետք է անպայման քաղաքի տոնը նշվի շատ լավ ու մեր ձևով Պարոն Մխիթարյան, քպականները ասում են կարող եք այս բեմը օգտագործել քաղաքական հայտարարությունների համար, մասնավորապես Ազատություն, Սամվել Կարապետյանին, այսօր ես հարցազրույց էի անում, իրենք այդ մտավախությունը հայտնեցին։ Ինչ կասեք։ Չէ, մենք հանուր եւս մեկ անգամ նշել ենք, թե Տաշիր բարեգործական հիմնադրամը, թե Սամվել Կարապետյանը, թե մեր ձևով շարժման բոլոր անդամները իրենց խոսքի տերն են, նմանատիպ բան չկա, չի էլ կարող լինել, որովհետեւ թե նախապես նշվել էր, նմանատիպ նգրտում կամ միտք եթե լիներ, մենք շատ ավելի շուտ կասենք, բայց սա քաղաքի տոնն է, սա համերգ է, սա արվում է քաղաքի համար, Շիրակի մարզի բնակության համար, տեսեք ինչքան մարդ է հավաքվել ու ինչքան լավ վստահ եմ ինչքան լավ է անցելու, այնպես որ այդ չար լեզուներն են։ Գյումրին միշտ դժվար է եղել։ Երկրաշարժ, աղքատություն, հա, եկեք չմոռանանք, որ Շիրակի մարզը ամենաաղքատ մարզն է համարվում, դա պաշտոնական տվյալներով։ Ու դրա համար քաղաքը միանշանակ տոն ունենալու էր, շատ իհարկե լավ կլիներ, որ ավականին կամ Գյումրու համայնքապետարաններ, բայց քանի որ այդպես ստացվեց, որովհետեւ խնդիր չկա, գյումրեցին ուրախանալու է։